Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում դուք ձեր էկրաններին հիմա տեսնում եք երկու թիմերի Չելսին եւ Մոնցային, որոնք միմյանց դեմ դուրս են գալիս խաղադաշտ պարզելու Summer Cup-ի երկրորդ եզրափակիչ ուղեգիր նվաճող թիմին։ Ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Չելսիից, ում դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Կարո Գրիգորյան համար 5, Վովա Խալափյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ռոման Գինոսյան համար 9, Ժիրայր Պապիկյան համար 10, նա թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Աթաջանյան համար 20, Ալեքսանդր Նալբազյան 23, Տիգրան Չուխաջյան համար 77, Պայեսնայի դարպասապահ Հրայր Հակոբյան համար 95 եւ Սմբատ Պողոսյան համար 99։ Մոնցայի դարպասը պաշտպանում է Հմայակ Բաբայանը համար 1, Նիկոլայ Սաֆարյան համար 3, կա մրցավարի Սուրիչը մեկնարկած է հանդիպումը շատ հետաքրքիր ու լարված 50 րոպեներ են մեզ սպասվում այս դիմակայությունում։ Մխիթար Ավետիսյան համար 4, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Արտաշ Ղազարյան համար 8, Ռաֆիկ Գևորքյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆայել Ավակյան համար 15, Գագիկ Մանուշարյան համար 22, Վազգեն Ավետիսյան համար 27 եւ Արշա Լուիս Պապոյան համար 33։ Գլորում են գնդակը Չելսի ֆուտբոլիստները պաշտպանությունում։ Ես հիշեցնեմ, որ թիմերը AFL-ի շրջանակներում առաջին անգամ են հանդիպում միմյանց դեմ, նրանք դեռ մինչ այս հանդիպումը չեն մրցել թե Մոնցան թե Չելսին միմյանց դեմ եւ այս հանդիպան ինտրիգը գնալով էլ ավելի է բարձրանում հենց այդ առումով, որ թիմերը մեկը մյուսի խաղաոճին դեռ ծանոթ չեն։ Հիմա արված կլինի Մոնցայի դարպասից։ Իսկապես Չելսիի համար շատ բարդ խաղային շաբաթ է ստացվում, թիմը արդեն երկրորդ անընդմեջ օրն է հանդիպում է անցկացնում, բայց այնուամենայնիվ իհարկե նրանք շատ լուրջ են տրամադրված Summer Cup-ում, քանի որ հասել են այն փուլին, որում հաղթելու դեպքում կնվաճեն եզրափակիչի ուղեգիր, իսկ Մոնցան նույնպես այս պահին պայքարում է այս ճակատով։ Հիմա գլորում են պաշտպանություն Չելսի ֆուտբոլիստները, առաջ փոխանցում տեսան Գրիգորյանի կատարման, բայց ուժեղեր ու Պապիկյանը չհասավ գնդակին։ Ես հիշեցնեմ, որ Summer Cup-ում արդեն եզրափակիչ հաստող թիմ կա, դա Վերդերն է, ով կարողացավ Թեղենիսի նկատմամբ կիսաեզրափակիչում առավելության հասնել 3-1 հաշվով ու նվաճեց Summer Cup-ի առաջին ուղեգիրը։ Հիմա արդեն այսօր պարզ կդառնա ով է Վերդերի մրցակիցը լինելու եզրափակիչում։ Պողոսյանն է գնդակով, հետ փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ, դեպի Չուխաջյանն են փոխանցում տեսնում, շարժվում է առաջ Չելսի 77 համարը, Գրիգորյանի հետ խաղարկեց այստեղ գնդակը, նորից Չուխաջյան, այո, իսկապես թիմերը շատ լավ ելույթներ ունեցան, թե Մոնցան, թե Չելսին Summer Cup-ում նախ կարողացան պատվով հաղթահարել խմբային փուլի երկու թիմերն էլ, Չելսին իր խմբում գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Մոնցան մյուս խմբում գրավեց երկրորդ հորիզոնականը, հետո թիմերը անցկացրեցին մեկ քառորդ եզրափակիչ ու հիմա արդեն մրցում են կիսաեզրափակիչում։ Այո, Չելսին կարողացավ առավելության հասնել կիսաեզրափակիչ ներողություն։ Վտանգավոր է Ասատրյան, տեսնենք կսացվի հարվածը, Ասատրյանի կա հարվածը, բայց պաշտպանն իր վրա է ընդունում գնդակը ու թույլ չի տալիս այն ընդհանուր դարպասի ուղղությամբ։ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում, բայց անկյունային իրացնեն Չելսիի ֆուտբոլիստները։ Այո, մեկ քառորդ եզրափակիչում Չելսին կարողացավ 6 անպատասխան գնդակ ուղարկել Ինտերի դարպաս ու առանց որևէ խնդիրների այդ դիմակայությունը հաղթահարեց։ Իսկ Մոնցան էլ ավելի հետաքրքիր պայքարում իհարկե կարելի ասել քամբեք իրականացրեց, պարտվելով 5-2 հաշվով խաղի ընթացքում Սելտային կարողացան 3 գնդակ հեղինակել, հավասարեցնել հաշիվը ու հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարով դուրս գալ կիսաեզրափակիչ։
Այնպես որ երկու թիմերն էլ պայքարել գիտեն միջև խաղի վերջին րոպեն, վերջին վարկյանը մրցավարի եզրափակիչը չի, այնպես որ ասել որ այսօր խաղադաշտում կա ընդգծված ֆավորիտ պետք չէ, քանի որ ինչպես մեկնարկում նշեցի թիմերը առաջին անգամ են մրցում միմյանց դեմ ու վիճակագրություն դեռևս չկա։ Գրիշա Գրիգորյանն է այստեղ ստանում գնդակը, բայց խլեցին Մոնցայի ֆուտբոլիստները նրանից։ Ու հիմա անցնում է Գրոյի Մոնցան, Մուսա Ալեքսանյանն է գնդակով, կա ծախից տարբերակ Ալեքսանյանը փորձեց Պապոյանին ուղարկել գնդակը, բայց Չուխաջյանը կանգնեց գնդակի ճանապարհին, սկսում է Չելսին երթական գրով Պողոսյան։ Լավ անցում է կատարում այստեղ Սմբատ Պողոսյանը, վտանգավոր է Պողոսյան, բայց շատ հեռու թողեց այստեղ գնդակը Պողոսյանը, բարձից փոխանցում ենք տեսնում դեպի Պապիկյանը, բայց գնդակը այնուամենայնիվ Ժայր Պապիկյանը դաշտի սահմաններում։ Տեսնենք ինչ որոշում կայաց թիմը Պապիկյանը, բայց Ալեքսանյանն այստեղ խանգարեց Պապիկյանի առաջ խաղացմանը։ Շուխաջյան Գրիգորյանն ուղարկում գնդակը, վտանգավոր Գրոյին անցել Չելսի ֆուտբոլիստների երկրորդ տեմպով։ Նորից Շուխաջյանն է գնդակով։ Լավ նկատեց Ասատրյանին, բայց Ասատրյանը գնդակը դաշտի սահմաններում փոխարենը Պողոսյանը հասավ ու փոխանցում կատարեց, բայց նորից անհասցե ստացվեց այս փոխանցումը։ Մոնցանը նետվում Գրոյի, Մուսա Ալեքսանյան, շատ լավ էր մտածել Ալեքսանյանը, բայց Շուխաջյանը նորից իր տեղում էր։ Ես իսկ կնետեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Ավետիսյանն ուղարկեց գնդակը, բայց Գրիգորյանը հեռացրեց այն, ևս մեկ եզրային նետում իրացնի Մոնցայի 4-րդ համարը։ Ավետիսյան փոխանցում ու Չուխաջյանը նորից առաջինն է արձագանքում գնդակին Գրիշա Գրիգորյան լավ հակագրոյի անցել Չելսին, բայց փակվեց Գրիգորյանի փոխանցման ճանապարհը, եթե անցներ գնդակը, ապա Պողոսյանը կարող էր շատ լավ արված հնարավորություն ստանալ։ Գևորգյան սխալվում է այստեղ Մոնցան, Գրիշա Գրիգորյան բացել է պետք հաշիվը, բայց շեղ է ստացվում Գրիգորյանի հարվածը, առայժմ հաշիվը անփոփոխ է 0-0։ Շատ լավ հնարավորություն կորցրեց հիմա Գրիշա Գրիգորյանը, իսկ Մոնցան պետք է ավելի ուշադիր գործի հատկապես պաշտպանությունում, քանի որ Չելսին մրցակցի նվերներից այնպես չէ, որ չի փորձում օգտվել, ուղղակի այս անգամ Գրիշա Գրիգորյանը մի փոքր շեղ հարվածեց։ Գլորում են գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները պաշտպանությունում, հիմա Գրոյի տեղափոխություն դեպի ձախ ու այդ փոխանցում ենք տեսնում այստեղ։ Շոկանտարյանն է գնդակով։ Ալեքսանյան իջեցեց գնդակը շատ հաջող, կարող էր փոխանցում կատարել, որոշեց միայնակ լուծել դրվագը Ալեքսանյան ու կար խաղի կանոնների խախտում այստեղ Գրիգորյանի կողմից։ Տուգանային հարվածք իրացնի Մոնցան շատ վտանգավոր դիրքում։ Պապոյանն է տեղադրել գնդակը, հենց տակ իրացնի այս տուգանայինը Մոնցայի կազմում։ Ու տեսնենք ինչպես կստացվի, կա մրցավարի սուրիչը, Պապոյան ցածրից հարված ու նորից Շուխաջյանն է կանգնում գնդակի առջև, անկյունային հարվածք իրացնեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Փորձեց ցածրից կատարած հարվածով աշխատել Պապոյանը, բայց Տիգրան Շուխաջյանը շատ վստահ գործեց։ Փոխանցում ենք տեսնում ու շեղ ստացվեց այստեղ։ Գևորգյանի կատարած հարվածը, Պողոսյանը մտցնում է գնդակը խաղի մեջ, Տիգրան Շուխաջյան Գրիգորյանին ուղարկեց գնդակը, Պողոսյան նորից Շուխաջյանի հետ է խաղարկում։ Առայժմ պաշտպանությունում են գործում Չելսիի ֆուտբոլիստները։ Տարպասապա Պողոսյանն է գնդակով, նորից Գրիգորյանի հետ է խաղարկում։
Ու առաջ փոխանցում ենք տեսնում դեպի Պապիկյանը, բայց չհասավ գնդակը նրան։ Ալեքսանյան Գրիգորյանը պայքարում նրա հետ ու չկար խաղի կանոնների խախտում, բայց գնդակով մնաց Մուսա Ալեքսանյանը, հիմա արդեն կորցրեց։ Ասատրյան լավ էր մտածել Ասատրյանը, բայց հեռու թողեց մի փոքր գնդակը։ Եզից կնետի Չելսին։ Պապիկյան գլխով դեպի առաջ ուղարկեց գնդակը չստացվեց, բայց Չելսին հասնում է գրոհին, Ալբանդյանն է գնդակով, ուղարկեց այն Ասատրյանին, գուցե հերվից է պետք հարվածել, Ասատրյան կա հարվածը ու փակվեց այստեղ Ասատրյանի հարվածի ճանապարհը, տվյալ դեպքում Արտաշ Ղազարյանը կանգնեց գնդակի առջև, հիմա Մոնցայի արագ պատասխանը Ալեքսանյանն ու նորից կար տարբերակ, բայց չփոխանցեց Ալեքսանյանը։ Հիմա Ասատրյանն է խլում գնդակ ու Չելսին նետվում է առաջ 3-3-ի դիմաց։ Ժիրայ Պապիկյան ուղարկում են Ալբանդյանին գնդակը։ Վտանգավոր է Ալեքսանդր Նալբանդյան, լավ անցում կարողացավ այստեղ կատարել Նալբանդյանը։ Կա փոխանցումը, բայց այն ուղղված է դեպի Մոնցայի դարպասապահ Բաբայանը։ Այո, շատ բարձր է հանդիպման տեմպը հենց առաջին րոպեներից սկսած։ Հիմա էլ նետվել են առաջ Մոնցայի ֆուտբոլիստները, վտանգավոր է, բայց ուժեղ է ստացվում այստեղ Ճոկանդարյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Պողոսյանի դարպասից։ Գրիգորյանի հետ է խաղարկում Պողոսյանը գնդակը։ Պողոսյան դեպի աջ փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Ավետիսյանը շատ հաջող գործեց Մոնցայից, ուղարկում է գնդակը Ալեքսանյանին, Ալեքսանյան դեպի Պապոյանը փորձեց հասցեակել, բայց Շուխաջյանը առաջինը հասավ, հիմա Շուխաջյանն է սխալ փոխանցում կատարում այս դրվագում Պապոյան։ Նորից Ալեքսանյանի ուղղությամբ է փոխանցումը, Մուսա Ալեքսանյան լավ ներանցումը, հարված ու Պողոսյանը փրկում է այստեղ Չելսին վերահաս գոլից։ Չի հավատվել Մոնցայի գրոհը, հիմա էլ Պապոյանի հարվածն է բարձր ստացվում։ Փոփոխություն եղավ Չելսիի կազմում, Գինոսյանը մտավ խաղադաշտ Պողոսյանի փոխարեն, տեսնենք հիմա ինչ կորցի անել արդեն Գինոսյանը խաղադաշտում, Պապիկյան ու եզրային նետում, այո, դուրս է եկել գնդակը հենց Պապիկյանից։ Գրիգորյան գնդակով Չելսիի հինգամարն է, ուղարկում է Շուխաջյանի ուղղությամբ ու այդ փոխանցում դեպի դարպասապահ Պողոսյանը, այո, եթե չկան տարբերակներ, պետք է Պողոսյանին ուղարկել գնդակը, նրան ինտեգրել խաղին, այո, Պողոսյանը շատ վստահ է գործում նաև թե պաշտպանությունում, որպես վերջին պաշտպան այդպեսին։ Հիմա վտանգավոր գրոհ է Մուսա Ալեքսանյան ու հասնում է Շուխաջյանը փակել գնդակի ճանապարհը։ Անկյունային կիրաստ են Մոնցայի ֆուտբոլիստները։ Այո, իսկապես շատ լավ սահանքում կատարեց Տիգրան Շուխաջյանը ու հեռացրեց գնդակը։ Բայց Ճոկանդարյանը կիրաստ այս անկյունայինը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացվեց այն մի փոքր Նալբանդյան։ Շարժում է առաջ, պետք է նկատել Պապիկյանին, Նալբանդյան կա փոխանցումը, բայց թույլ ստացվեց մի փոքր ու այն կարողացավ փակել գնդակի ճանապարհը Վազգեն Ավետիսյանը, հիմա Շուխաջյանն է նորից գնդակով։ Կորցրին վտանգավոր է Ալեքսանյան, հարված եք տեսնում ու այստեղ շեղությամբ է ստացվում Ալեքսանյանի կատարած հարվածը։ Եվս մեկ փոփոխություն Չելսիի կազմում, Գրիշա Գրիգորյանի փոխարեն անեփոմը կշարունակի Էրիկ Հարությունյանը։ Պողոսյան ուղարկում է առաջ գնդակը։ Գինոսյան այստեղ կարողացավ առաջ ուղարկել գնդակը, բայց փակվեց, հիմա նորից Գինոսյանն է գնդակով, ուղարկում է Ասատրյանին։ Հարությունյան
Շատ լավ է նկատել Հարությունյանը Պապիկյանին, բայց այստեղ էլ շատ լավ գործեց Մոնցայի պաշտպանությունում Վազգեն Ավետիսյանը փակելով գնդակի ճանապարհը։ Փոփոխություն եւս մեկ անգամ Չելսիի կազմում։ Թիմի ավակ Պապիկյանը դուրս է գալիս խաղադաշտից ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Արմեն Ասատրյանը։ Նալբանդյան հաջող գործեց այստեղ, ուղարկեց գնդակը Չուխաջյանին։ Հարությունյան ու այդ փոխանցում դեպի Կարո Գրիգորյանը։ Չուխաջյանն է գնդակով։ Առայժմ պաշտպանությունում են խաղարկում գնդակը Չելսիի ֆուտբոլիստները։ Ողջ կազմով երկու թիմերն էլ իհարկե չեն գնում գրոնների, պետք չէ դրա կարիքը ընդհանրապես այս րոպեներին չկա խաղադաշտում հաշիվը ոչ ոքի ես հիշեցնեմ, որ ոչ ոքի արդյունքի դեպքում եթե այսօր հիմնական ժամանակում չպարզվի հաղթողը, ապա մենք կտեսնենք 11 մետրանոց հարվածաշար, որտեղ միևնույնն է մեկը կնվաճի եզրափակիչի ուղեգիրը կար, այո կար այստեղ խաղի կանոնների խախտում Ավետիսյանի կողմից Գինոսյանի նկատմամբ։ Ֆուտուկանային հարվածքի դաստան արդեն Չելսիի ֆուտբոլիստները։ Նալբանդյանն ու Ասատրյանն են գնդակի մոտ։ Բայց կարծես Նալբանդյանն է պատրաստվում հարվածի։ Կա մրցավարի սուլիչը։ Ոչ, Ասատրյանն է հարված կատարում, խաբեցին այստեղ Չելսիի ֆուտբոլիստները, ցույց տալով թե Նալբանդյանն է հարված կատարելու, բայց Ասատրյանի հարվածը փակվեց մրցակցի պաշտպանի կողմից, այո լավ էր հարված կատարել Ասատրյանը, բայց չհասավ գնդակը դարպասի ուղղությամբ։ Հիմա նորից Արսեն Ասատյանն է գնդակով։ Գինոսյան փորձեց շրջվել, բայց թույլ չէին տա իհարկե Գինոսյանին այդ դիրքում այդպես հեշտ շրջվել։ Հիմա անկյունային հարված կտեսնենք։ Գրիգորյանի հարվածից հետո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Նալբանդյան կա փոխանցումը։ Գինոսյանը փորձեց ավելացնել, չստացվեց Ասատրյան հարված ու եւս մեկ անկյունային։ Հիմա էլ այս եզրից կիրացնի անկյունային Ալեքսանդր Նալբանդյանը։ Ցածրից այս անգամ ուղարկեց գնդակը Ասատրյանն էլ փորձեց շեղել, բայց նորից Մոնցայի պաշտպանները տեղում էին, հիմա Մոնցան է անցնում արագ գրոյի Ալեքսանյան, բայց այստեղ նահանջեց Հարությունյանը ու խլեց գնդակը մրցակցից, հիմա էլ այն Արսեն Ասատրյանի մոտ է Ռոման Գինոսյան հասցրեց ուղարկել գնդակը Նալբանդյանի, վտանգավոր է Նալբանդյան կա հարված ու դարպասապա այստեղ ոտքով կարողանում է հեռացնել գնդակը եզրային նետում կիրացնեն Չելսիի ֆուտբոլիստները, այո իր տեղում էր Մայակ Բաբայանը, Մոնցայի դարպասապա ու կարողացավ կռահել Նալբանդյանի հարվածի անկյունը։ Գրիգորյան Ասատրյանին ուղարկեց գնդակը, վերջինս այն Գինոսյանին է հասցեագրում։ Հարությունյան շատ լավ խաղարկումներ էին Չելսիի կատարման, բայց Հարությունյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Բաբայան ուղարկում է գնդակը առաջ, բայց այն Չուփաջյանին հասավ առաջինը։ Նալբանդյան Հարությունյանին է ուղարկում գնդակը, հետ փոխանցում ենք տեսնում դեպի Գրիգորյանը, նորից Հարությունյան։
Գրիգորյան նկատեց Ծախեզում Արմեն Ասատրյանին վերջինս նորից հետ է ուղարկում գնդակը Գրիգորյանին բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց Գրիգորյանի ու արված կլինի Մոնցայի դարպասից Չոկանդարյան, Ղազարյանին է ուղարկում գնդակը, հետ փոխանցում նորից Չոկանդարյանը Պրեսինգ էին գնացել Չելսիի ֆուտբոլիստները, բայց գնդակը Պապիկյանից հենց դուրս եկավ Պապոյան ստացվեց անցումը, Պապոյանի կա Ղազարյանի տարբերակը հասցրեց ուղարկել գնդակը Ղազարյանին ու նրա կատարած հարվածից հետո Պողոսյանը փայլուն սեյվով աչքի ընկավ իսկապես լավ ու արագ հակակրով կազմակերպեցին այստեղ Մոնցայի ֆուտբոլիստները, բայց Ղազարյանի կատարած հարվածը ֆիքսեց Պողոսյանը Պապիկյան կհասնի այս գնդակի Պապիկյանը և եզից կնետի Չելսին Գրիգորյանի քաղաքս Պապիկյանը գնդակը Գրիգորյան դեպի մրցակցի Տուգանային հրապարակ փոխանցում ենք տեսնում, բայց հեռացած են նորից գնդակը Պապոյանն է հիմա զարգացնում արագություն Պապոյան լավ գործեց, բայց հեռու թողեց գնդակը այստեղ Արշալույս Պապոյանը, այո Շատ արագ են ստացվում թիմերի մոտ հակագրողները Հուսա Ալեքսանյան խլեց այստեղ մաքուր գնդակը Գրիգորյանից Ուղարկում է այն Պապոյանի ուղղությամբ Պապոյան հարված եք տեսնում ու նորից շեղությամբ է ստացվում Մոնցայի 33 համարի կատարած հարվածը Չուխաջյան Ուղարկում է Գրիգորյանին վերջինս Արմեն Ասատրյանի ուղղությամբ կատարեց փոխանցում Պապիկյան Թողեց գնդակը Գրիգորյանի Պապիկյանը Պողոսյան դեպի առաջ փոխանցում, բայց հեռացին գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները Հիմա էլ Գրիգորյանը շատ հաջող պաշտպանվում Չելսիից Տեսնենք ինչ որոշում կայացնի Գրիգորյանը շարժվում է առաջ աջ եզրով Գրիգորյան լավ անցում էր Կա փոխանցումը և անկյունային հարված է վաստակում այստեղ Գրիգորյանը Չելսիի համար Պապիկյան կա փոխանցումը Հարությունյանն այստեղ փորձեց ավելացնել չստացվեց Գրիգորյան նորից Պապիկյանին է ուղարկում գնդակը վտանգավոր է Գինոսյան, բայց շեղ ստացվեց Գինոսյանի կատարած հարվածը Այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ու առայժմ չունենք գոլեր Հպված այս խաղում կար, այո, կար այստեղ խաղի կանոնների խախտում, խախտեց խաղի կանոնները Պապիկյանը Չոկանդարյան արագ հաղարկում է գնդակը Ալեքսանյանին է ուղղված այս փոխանցումը, լավ գործեց Ալեքսանյանն այստեղ, բայց Արմեն Ասատրյանն էլ իր հերթին լավ է գործում, տեսեք որքան է պայքարում Ասատրյանը, բայց այնուամենայնիվ գնդակը մնաց Մոնցայի մոտ, Արշալույս Պապոյան Տեսնենք Պապոյան, բայց արդեն ուշացեց Պապոյան ու ընկավ մի քանի մրցակցի շրջափակման մեջ, հիմա էլ հարված տեսանք ու թույլ ստացվեց այն եզրային նետում կիրացնի Մոնցան Ավետիսյան Պապոյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ դեպի աջ էր փոխանցում կատարում, բայց Ասատրյանը առաջինը արձագանքեց գնդակին Հարությունյանն ու Չոկանդարյանն են պայքարում երկրորդ հարգում, բայց դիպել է այո գնդակը Չոկանդարյանի
Ձերքին կամ խաղի կանոնների խախտում արձանագրեց մրցավարը, ճիշտ չնկատեցի, բայց այնուամենայնիվ գնդակը մնաց Չելսիի մոտ։ Պողոսյան Կինոսյանի ուղղությամբ փոխանցում կատարեց։ Կինոսյանի փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց։ Ալեքսանյան լավ է գործում, տարավ գնդակը Ալեքսանյանը, բայց կար խաղի կանոնների խախտում Հարությունյանի կողմից, միտումնավոր խախտեց խաղի կանոնները ու ստանում է առաջին դեղին քարտը այս խաղում Հարությունյանը։ Վերջին րոպեն է առաջին խաղակեսի, կարծում եմ սա վերջին ստանդարտը կլինի այս խաղակեսում։ Ու տեսնենք ինչպես կիրացնեն այն Մոնցայի ֆուտբոլիստները։ Պապոյանն է նորից գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը Պապոյան, կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, հարված ու հաշիվը բացված է 1-0 խաղակեսի վերջնամասում Մոնցան առավելության է հասնում։ Վազգեն Ավետիսյանը գրավեց մրցակցի դարպասը ու 1-0 խաղակեսն էլ ավարտված է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստներն մենք կրկին վերադառնում ենք միասին դիտելու Չելսին ընդդեմ Մոնցայի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը նվազագույնն է 1-0 օգուտ Մոնցայի ֆուտբոլիստների խաղակեսի վերջին րոպեին կարողացավ Վազգեն Ավետիսյանը հաշվի ընկնել Մոնցայի կազմում ու թիմերը գնացին ընդփիչման 1-0 հաշվի պարագայում։ Իսկապես հիշեցնեմ, որ սա սամր կապի կիսա եզրափակիչ հանդիպումն է, որտեղ հաղթողը նվաճելու է եզրափակիչի ուղեկին, ում սպասում է Վերդերը եզրափակիչում։ Գլորում են գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները, Չուխաջյանը այստեղ լավ գործեց, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից, եզրային նետում հիմա կիրացնի Մոնցան։ Այո, շատ բարձր էր հանդիպման տեմպը առաջին խաղակեսում, հենց մեկնարկից, առաջին րոպեից սկսած ու հուսանք, որ թիմերը մեզ հուսախաբ չեն անի, երկրորդ խաղակեսը նույնպես էլ ավելի հետաքրքրությամբ կընթանա ու կտեսնենք ավելի շատ խփված գնդակներ։ Եզից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները։ Տեղին քարտ այստեղ ստանում է Հոկանդայանը մրցավարի հետ վիճելու համար։ Ու եզրային նետումը կիրացնի Չուխաջյանը։ Կա փոխանցումը։ Ալեքսանյան հեռացված է գնդակը Պապոյանի ուղղությամբ, բայց Պողոսյանն է այստեղ դուրս գալիս դարպասից ու հեռացնում այն գնդակը։ Ասատրյան հաջող խլում էր։ Պապիկյան ուղարկեց այն գնդակը Գրիգորյանի ուղղությամբ, բայց այնտեղ Մոնցայի ֆուտբոլիստները կարողացան փակել գնդակի ճանապարհը, Կինոսյան ուժեղ փոխանցում առաջ չկար ոչ ոք այստեղ Չելսիի կազմում ու գնդակը վերցրեց դարպասը Բաբայանը։ Գրիգորյան թողեց գնդակը Ասատրյանին, շատ հաջող գրոհի տեղափոխություններ Կինոսյանի ուղղությամբ, Կինոսյան ստացվեց անցումը Կինոսյանի ու կարայո խաղի կանոնների խախտում Մոնցայի ֆուտբոլիստի կողմից։ Գագիկ Մանուչյանն այստեղ խախտեց խաղի կանոնները։
Տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրասնի Չելսին, Արմեն Ասատրյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուրիչը, Ասատրյանը արված, ու հաշիվը հավասարը 1-1, շատ լավ իրացեց Արմեն Ասատրյանը, Տուգանայինը Չելսին էլ հավասարեցնում է հանդիպան հաշիվը։ Արմեն Ասատրյան 1-1 այո իսկապես շատ հաջող հարված կատարեց Ասատրյանը այնտեղ խանգարեցին դարպասապային Չելսի ֆուտբոլիստները, բայց այնուամենայնիվ գնդակը հայտնվեց դարպասում ու հիմա արդեն խաղակեսի մեկ տարկում Չելսին հավասարեցնում է հանդիպան հաշիվը։ Հիմա կար խաղի կանոնների խախտում Գրիգորյանի կողմից։ Պապոյանն է տեղադրում գնդակը, տեսնենք հիմա այս ստանդարտը ինչպես կիրասնի արդեն Մոնցան։ Կա մրցավարի սուրիչը, Արշալույս Պապոյան խաղարկում է գնդակը Ալեքսանյանի հետ, հարված ու Պողոսյանը այստեղ ֆանտաստիկ սեյվ է գրանցում իր անվան դիմաց հեռացնելով գնդակը, անկյունային հիմա էլ կիրասնի Մոնցան։ Տեսնում ենք փոխանցում, բայց հարված այստեղ չստացվեց Մոնցայի ֆուտբոլիստերի կատարմամբ, չի ավարտվել Մոնցայի գրող Ալեքսանյան թույլ էր հարված ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Չուխաջան ուղարկեց Արսեն Ասատրյանին, վերջինս լավ գործեց այստեղ Ասատրյան, բայց մի փոքր հեռու թողեց, գնդակը լավ անցում էր ձեռնարկել Արսեն Ասատրյանը, եթե հասցնել էր ուղարկել գնդակը Պապիկյանի ուղղությամբ, մենակ կմնար դարպասապայի Ջիայ Պապիկյանը, բայց թույլ չտվեցին այդ ամենը նրան Մոնցայի պաշտպանները։ Այո, այստեղ կար խաղի կանոնների խախտում, Պապոյանի նկատմամբ, արագ խաղարկում է Մոնցան գնդակը։ Պապոյան լավ անցում էր, Պապոյան հարված Գրիգորյանն է փակում գնդակի ճանապարհը, բայց չի ավարտվել Մոնցայի գրոհը, հիմա էլ աճ եզում են արդեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Ու խախտեց, այո, այստեղ խաղի կանոնները Պապիկյանը։ Այո, երկու գոլ այսօր երկուսն էլ Տուգանային հարվածներից։ Ու տեսնենք այս ստանդարտը հիմա ինչպես կիրասնի Մոնցան, Ալեքսանյանն է գնդակի մոտ, շատ հաջող են երկու թիմերն էլ Տուգանայինները իրացնում։ Կա մրցավարի սուրիչը, Մուսա Ալեքսանյանը հարված է տեսնում ու Չուխաջյանը այստեղ նորից փակեց գնդակի ճանապարհը։ Իհարկե ծափահարություն է Տիգրան Չուխաջյանին, որի օրդ անգամ այս խաղում կարողանում է փակել գնդակի ճանապարհը ու այն թույլ չտա, որպեսզի ընթանա դարպասի ուղղությամբ։ Ասատրյան փորձեց հեռացնել ու անցնել գրոհի Չելսին, բայց ուժեղ ստացվեց Ասատրյանի փոխանցումը։ Հիմա արդեն գնդակով Ասատրյանն է ստացեց դեպի Պապիկյանը փոխանցում, Ջիայ Պապիկյան կան Ալբանդյանի տարբերակը։ Պապիկյան փոխանցում ենք տեսնում դեպի Ալբանդյանը, Դորից Պապիկյանն է գնդակով։
Ինչ է կատարվում այստեղ Գիրոսյան հարված ու Բաբայանն ներաստում գնդակը չի հավատվել Չելսի գրո։ Հիմա արդեն ավարտված է խլեցին Մոնցայի ֆուտբոլիստները մրցակցից գնդակը ու Մոնցանը հիմա էլ նետվում առաջ Ալեքսանյան 3-2-ի դիմաց վտանգավոր է Մուսա Ալեքսանյան հարված ու գնդակը ցանցում է 2-1 Մոնցան առաջ է հասնում հաշվի մեջ Մուսա Ալեքսանյան 2-1 այո Չելսին հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ Բաբայանը պրկեց ու արակակագրոյի շնորհիվ Մոնցան կարողացավ խփել երկրորդ գնդակի իհարկե Ալեքսանյանի հանրատական վարպետության մասին խոսելը պարզապես ավելորդը շատ հստակ գործեց ու գրավեց մրցակցի դարպասը Պապոյան ցույց տվեց փոխանցում կատարեց հարված բայց Պողոսյանը վերցնում է գնդակը այստեղ ու այն նետում Նալբանդյանի ուղղությամբ Նալբանդյան փակվեց փոխանցման ճանապարհը Գրոյի անցել նորից Մոնցան Պապոյան ու այստեղ էլ Չուխաջյանն է հասնում հեռացնել գնդակը բայց եզրային ներդում կիրացնեն Մոնցայի ֆուտբոլիստները Ղազարյան Այդ փոխանցում ու դեպի մրցակցի Տուգանային հրապարակ փոխանցում տեսանք Ալեքսանյան փորձեց այստեղ շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, բայց իհարկե այնքան էլ հեշտ չէր դիրքը բարդ էր Ալեքսանյանի ու գնդակը շեղությամբ ընթացավ Պողոսյան հաջող է գործում այս դրվագում Պողոսյանը լավ անցում էր Պողոսյան փոխանցում, բայց փակվեց փոխանցման ճանապարհը Պողոսյանի կատարած ու նորից Մոնցան անցնում է արագ հակագրոյի 3-2-ի դիմաց նորից Մոնցայի ֆուտբոլիստներն են գրում Մուսա Ալեքսանյան փոխանցում ու այստեղ ստացեց Պապոյանի մոտ շեղել գնդակի ճանապարհը Գրիգորյան ուղարկում է Գրիշա Գրիգորյանին գնդակը Ասատրյան լավ ունեց ու պայեց գնդակի մոտ Ասատրյանը հիմա նորից նայ է գնդակով փոխանցում Կարո Գրիգորյանի ուղղությամբ Պողոսյան մնաց գնդակով Սմբատ Պողոսյանը Այո, տեսեք ինչպես են վերադասավորվել Մոնցայի ֆուտբոլիստները, չկան տարբերակ ու հիմա ստիպված գնդակ ուղարկում են Չելսի ֆուտբոլիստները դարպասապահ Պողոսյանին, վերջինս էլ դեպի առաջ, բայց ուժեղ է ստացվում Պողոսյանի փոխանցումը։ Ալեքսանյանը ավելացեց այստեղ գնդակի ընթացքը, բայց Պողոսյանը դուրս եկավ ու այն վերցրեց, հաջող նետում է կատարում Պողոսյանը, Արսեն Ասատրյան դեպի Նալբանդյանը փոխանցում են տեսնում, Նալբանդյան կա փոխանցումը, բայց չկար այստեղ ոչ ոք, չկար խաղի կանոնների խախտում, եզից կնետի Չելսին, Չուխաջյան կատարեց եզրային նետումը, ու այս փոխանցումը Չասավ Պողոսյանին, հիմա էլ Գրիշա Գրիգորյանն է խլում գնդակը և ում ուղարկեց այստեղ Գրիգորյանը գնդակը կար աչից Գինոսյանի տարբերակը Չուխաջյան այստեղ փորձեց հեռացնել գնդակը չստացվեց, հիմա էլ Գրիգորյանն է հաջող հեռացնում գնդակը ու այն նորից Չուխաջյանի մոտ է Գրիշա Գրիգորյան, բայց Պապոյանը նահանջում է ու թույլ չի տալիս մրցակցին առաջ շարժվել, ինքն էլ խլում է գնդակ ու նետվում առաջ, հասցրեց փոխանցում կատարել այստեղ Պապոյան ու գնդակը Մոնցայի ֆուտբոլիստների մոտ է Սաֆարյան ուղարկեց գնդակը Ավետիսյանին, նորից Սաֆարյան բայց բարդ դիվիճակում էր Սաֆարյանը կար խաղի կանոնները ու խախտեց խաղի կանոնները Նալբանդյանի հետ պայքարում
Նալբանդյան հետ փոխանցում Պողոսյանին կատարեց Նալբանդյանն ու գրոյի տեղափոխություն դեպի հաջորդը Գրիգորյանն է ուժ է ստացվել մի փոքր Գրիգորյանի փոխանցումը բայց մնաց գնդակը Չելսիի ֆուտբոլիստերի մոտ Գիդոսյան Չուխաջյանին է ուղարկում գնդակը Հարությունյան վտանգավոր է բայց Ալեքսանյանը հասցրեց այստեղ հեռացնել գնդակը Պողոսյանն է հիմա էլ նահանջում ու պահում գնդակի իր թիմի մոտ Տիգրան Չուխաջյան աչի եզրում է հիմա էլ Չուխաջյանը Փոխանցում մրցակցի Տուկանային հրապարակ ու ինչ է այստեղ Կդիտի, այո, ամեն դեպքում կդիտի մրցավարը կրկնապատկերը համոզվելու համար Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու չի նշանակում 11 մետրանոց հարված, այո Բնական դիրքում է Մոնցայի պաշտպանի ձեռքը, այնուամենայնիվ գնդակը դիպել է նրա ձեռքին, բայց դա 11 մետրանոց հարված չէր և հաշիվը մնում է անփոփոխ 2-1 Չուխաջյանը ավելացեց այստեղ Չուխաջյանը ու հիմա հասնում է գնդակին Կինոսյան հասցրեց փոխանցում կատարել Կինոսյանը, բայց մի փոքր թույլ ստացվեց այն Հիմա էլ Նալբանդյան դե հաջող խլում կատարում վտանգավոր է տեսնենք Նալբանդյան ուսա խաղի կանոնների խախտում էր, այո Տեղին քարտով է այստեղ պատժվում Մոնցայի կազմում Նիկոլայ Սաֆարյանը խաղի կանոնները խախտելու համար 10 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտը դեռ իհարկե կա բավական խաղաժամանակ առնվազն հավասարեցնելու համար հանդիպան հաշիվը Չելսիի տեսանկյունից իսկ հա Մոնցան եթե փորձում է պահել առավելությունը ունեն ընդամենը 10 րոպե խաղաժամանակ այդ մասին մտածելու համար եւ պլյուս դրան ինչքան կփոխհատուցի մրցավարը տեսնենք հիմա կա մրցավարի սուլիչը Նալբանդյան հարված, բայց բարձր է ստացվում Նալբանդյանի կատարած հարվածը Գրիգորյան ուղարկեց գնդակը Հարությունյանին ու պահում է Հարությունյանը գնդակը դաշտի սահմաններում Շատ լավ է նկատել Չուխաջյանին, բայց փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց Կինոսյան Չուխաջյանին նկատեց իսկ այստեղ չկար խաղի կանոնների խախտում Ալեքսանյանն է խլում գնդակ ու շարժվում առաջ Մուսա Ալեքսանյան Նահանջել է Հարությունյանը փորձում է խանգարել մրցակցին չկար այստեղ խաղի կանոնների խախտում շարունակվում է հանդիպումը Սմբատ Պողոսյան Առաջ ուղարկեց գնդակը, բայց Բաբայանը շատ վստահ դուրս եկավ դարպասից ու հեռացեց այն Ասատուրյան հասցրեց այստեղ փոխանցում կատարել դեպի Պողոսյանը, վերջինս էլ գնդակ ուղարկում է Գրիգորյանին Հարությունյան Տեսնենք այս գրոհ ինչի կվերացնեն Չելսիի ֆուտբոլիստները Հարությունյան լավ էր մտածել, բայց չհասավ գնդակին Նալբանդյանը ու այն վերցրեց դարպասապա Բաբայանը Ճոկանդարյան առաջ փոխանցում են տեսնում ու Կարո Գրիգորյանն է տեսեք որքան է առաջացել Չելսիի պաշտպան ու փորձեց հեռացնել գնդակը, բայց չստացվեց Մուսա Ալեքսանյան կա փոխանցումը վտանգավոր է Ավետիսյան նորից հաստրեց փոխանցում կատարել չի ավարտվել Մոնցայի գրոհը Նորից Ալեքսանյանն է գնդակով ու այստեղ Պողոսյանը հաջող խլում է կատարում ու նետվում է առաջ ունի քանակական առավելություն արձակման գծում Չելսին Հարությունյան շտապեց այստեղ Հարությունյանը
ու գնդակը մնաց Մոնցայի մոտ Ղազարյան ուղարկում է գնդակը Չոկանդանյանին հիմա էլ արդեն Մոնցանը նետվում առաջ հասցրեց փոխանցում կատարել այստեղ Չոկանդանյանը վտանգավոր է բայց դարպասապա Պողոսյանն է վերցնում գնդակը հիմա էլ որքան արագ ու բարձր է հանդիպան տեմպը Պողոսյան ես իսկ նետի Չելսին Պողոսյան ուղարկում է գնդակը Գրիգորյանին Շուխաջյան նորից Գրիգորյանն է գնդակով Նալբանդյան զարգացնում է արագություն Նալբանդյանը պահեց գնդակը իր մոտ ու վաստակում է եզրային նետման հնարավորություն նորից գնդակը կլինի Չելսիի մոտ Ես նետում են Ալբանդյանը Ասատրյանին նորից Ալբանդյանն է գնդակով Գրիգորյան հեռու թողեց այստեղ Գրիգորյանը գնդակը գնում են Մոնցայի ֆուտբոլիստները ու սկսում իրենց հերթական գրով Ղազարյանն է հիմա ձախ եզրում նկատել էր խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց Պողոսյանը հագեց գնդակի ճանապարհը։ Շարժվում է առաջ Պողոսյանը։ Ավետիսյան լավ փոխանցում կատարեց Ալեքսանյանի վերջինս Ղազարյանին է ուղարկում գնդակը ու հիմա էլ դեպի Գևորգյանը փոխանցում տեսանք Գրիգորյան ուղարկում է գնդակը Պողոսյանին հիմա էլ Սմբատ Պողոսյանն է գնդակով շարժվում առաջ ստացվեց անցումը Պողոսյանի բայց մնաց ոտքերի վրա Պողոսյանը Ջուխաջյան նորից Պողոսյանին է ուղարկում գնդակը վտանգավոր է Պողոսյան հարված ու հանդիպան հաշիվը հավասար է 2-2 Սմբատ Պողոսյան Չելսին հավասարեցնում է հանդիպան հաշիվը Երկու Չելսին այս խաղում երկրորդ անգամ հավասարեցնում է հանդիպան հաշիվը, բայց ծափահարությունները այստեղ Սմբատ Պողոսյանին խլեց գնդակը մրցակցից, խախտեցին նրան նկատմամբ խաղի կանոնները, մնաց ոտքերի վրա, սկսեց իր թիմի գրով ու եզրափակեց շատ բարձր մակարդակով։ Արմեն Ասատրյանն է հիմա գնդակով։ Ուղարկում է այն Արսեն Ասատրյանի ուղղությամբ։ Ու մնաց գնդակը Չելսիի մոտ Ասատրյանն է հարված է կատարում, բայց շեղությամբ է ստացվում Ասատրյանի կատարած հարվածը։ Ղազարյան Ավետիսյանն է գնդակով դեպի առաջ Պապոյանին փոխանցում տեսանք Պապոյան ինչը կատարվում այստեղ կար խաղի կանոնների խախտում այո տեսնենք այս Ուգանային հիմա ինչի կվերացի Մոնցան այո իհարկե բարդ է կիսա եզրափակիչում երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ բայց երկու դեպքերում էլ բաց թողնել պատասխան գնդակ ու հիմա հանդիպան հաշիվը հավասար է եթե այսպես ավարտվի հանդիպումը կդիտենք այդ խաղային 11 մեծահանց հարվածաշար
Բայց դեռ դրան հասնելու համար ամենակիչը 3 րոպե կա, մինչ իմ մնական ժամանակի ավարտը, պլյուս որքան կփոխհատուցի մրցավարը Ալեքսանյան բարձր է ստացվում հարվածը, հարված կլինի Պողոսյանի դարպասից։ Պողոսյան ուժեղ փոխանցում առաջ, Ասատրյանը ավելացեց այստեղ ու այն հասնում է Պապիկյանին, լավ էր մտածել Պապիկյանը, բայց չանցավ այստեղ գնդակը Պապիկյանի կատարած փոխանցումից հետո։ Ալեքսանյան շարժվում է առաջ աչեզով Ալեքսանյանը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Գրիգորյանի կողմից։ Տեղին քարտ է ստանում Գրիշա Գրիգորյանը խաղի կանոնները խախտելու համար, այո, շատ կոպիտ խախտում կատարեց Գրիգորյանը թիկունքից արագացող մրցակցի նկատմամբ, բայց իհարկե դրա անհրաժեշտությունը կարծում եմ կար այս դրվագում, եթե անցներ Ալեքսանյանը մրցակիցներին, ապա շատ վտանգավոր կստացվեր Չելսի դարպասի ուղղությամբ։ Կա մրցավարի Սուլիշը Շոկանտանյան փոխանցում, բայց ուժեղ է ստացվում այս փոխանցումը ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Եզից կնետի Չելսին։ Գրիգորյան ուժեղ փոխանցում առաջ։ Այն Նալբանդյանին է ուղղված, փորձեց կասեցնել այստեղ Նալբանդյանը չստացվեց, բայց մնաց գնդակը Գրիշա Գրիգորյանի մոտ առաջ փոխանցում դեպի Պապիկյանը։ Հերու թողեց մի փոքր իրենից գնդակը Պապիկյանը ու անկյունային է վաստակում այստեղ Ժիայի Պապիկյանը Չելսիի համար, այո, պրեսինգը տվեց իր արդյունքը։ Նալբանդյանը կիրասնի այս անկյունայինը։ Նալբանդյան տեսնենք կա փոխանցում ծածից, բայց Ալեքսանյանն է խլում գնդակը, Ալեքսանյան դեպի Պապոյանն էր կատարում փոխանցում, բայց այն հասավ դեպի դարպասա Պողոսյանը։ Ճուխաջյան ուղարկեց գնդակը Նալբանդյանին։ Նալբանդյան շատ լավ փոխանցում Արսեն Ասատրյան, բայց բարձր է ստացվում Ասատրյանի կատարած հարվածը, ինչ արեցին այս դրվագում Չելսիի ֆուտբոլիստները Նալբանդյանի կատարած փոխանցում ու Ասատրյանի հարվածը իսկապես շատ գեղեցիկ էր, եթե գնդակը հայտնվեր դարպասում, ապա շքեղ գոլի ականատես կլինեինք, բայց դա տեղի չունեցավ։ Պապոյան Ճուխաջյանն է պայքարում նրա դեմ ու կար խաղի կանոնների խախտում այստեղ Նալբանդյանի կողմից, այո։ Շատ վտանգավոր է դիրքը Տուգանային իրացնելու համար։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա 4 խփված գնդակներից 2-ը մենք դիտել ենք Տուգանային հարվածներից, այնպես որ չի կարելի բացառել այստեղից հարված դեպի դարպասի ուղղությամբ։ Պապոյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուրճը։ Պապոյան հարված Նալբանդյանն է իր վրա ընդունում գնդակը, Պապիկյան ուղարկեց Ասատրյանին, բայց այստեղ Ղազարյանն է խլում կատարում։ Դեպի Ավետիսյանը փոխանցում, հիմա այլ Գրիգորյանն է փակում գնդակի ճանապարհը ու կտեսնենք անկյունային հարված Մոնցայի կատարմամբ։ Մեկ րոպե մնացել հանդիպման ավարտին, տեսնենք կա փոխանցումը ու այստեղ Ասատրյանն է կարողանում հեռացնել Չելսին, դեպքում է առաջ Պողոսյան, զարգացնում է արագություն ձախ եզում Պողոսյանը, կա Նալբանդյանի տարբերակը, Պողոսյան փոխանցում, բայց Բաբայանը վերցեց այստեղ գնդակը։ Եվ վերջ հանդիպումն այսքանով ավարտված է, մենք կդիտենք միասին հետ խաղային 11 մետրանոց հարվածաշար, որտեղ նոր պարզ կդառնա եզրափակիչի երկրորդ ուղեգի նվաճողը, Կարժ Զաթար։ Տեսնենք։
ամեն ինչ պատրաստ է սկսելու համար կա մրցավարի սուլիչը Նալբանդյան ուշեղ է ստացում Նալբանդյանի հարվածը առաջին հարվածը Չելսին վրիպեց Այո, իսկապես շատ անհաջող մեկնարկեցին Չելսիի ֆուտբոլիստները հարվածաշարը, բայց դեռ ոնցան պետք է իասնի առաջին հարվածը Պապոյանն է գնդակի մոտ։ Տեսնենք Արշալույս Պապոյան թե Պողոսյան հարված, դա գնդակը ցանցում է, Մոնցան դիպուկ է իրացնում իր առաջին հարվածը։ Տեսնենք երկրորդ հարվածը Չելսին ինչպես կիրացնի, Վովա Խալափյանն է գնդակի մոտ կա։ Սուլիչը մրցավարի Խալափյան ու հայտնվեց գնդակը ցանցում։ Դրայել էր անկյունը դարպասապա, բայց այնուամենայնիվ գնդակը հայտնվեց դարպասում։ Հիմա Գևորքյանն է Մոնցայի կազմում մոտեցել երկրորդ հարվածն իրացնելուն։ Տեսնենք Գևորքյան թե Պողոսյան կա մրցավարի Սուլիչը Գևորքյան հարված ու գնդակը դարպասում է երկրորդ հարվածը նույնպես դիպուկ են իրացնում Մոնցայի ֆուտբոլիստերը։ Ռոման Գինոսյանն է մոտեցել գնդակին։ Գինոսյան գնդակը ցանցում է երրորդ հարվածը նույնպես դիպուկ են իրացնում Չելսիի ֆուտբոլիստները։ Տեսնենք Ավետիսյանի հարվածը ինչպես կստացվի։ Ավետիսյան ու գնդակը ցանցում է։ Մոնցան երրորդ հարվածը նույնպես դիպուկ գտնվեց։ Այո, երեքական հարվածներից հետո հանդիպման հաշիվը 3-2 է օգուտ Մոնցայի ֆուտբոլիստերի։ Չորրորդ հարվածը տեսնենք ինչպես կիրացնի հիմա Չելսին։ Սմբատ Պողոսյանն է գնդակի մոտ, նա այսօր գոլի հեղինակ դարձել է։ Պողոսյան ու 11 մետրանոցը նույնպես դիպուկ է իրացնում Պողոսյանը։ Մոնցայի կազմում Ավետիսյան ու դարպասածողիների ճուկ գնդակը չորցական հարվածներից հետո հանդիպան հաշիվը հավասար է։ Հիմա արդեն հավասարություն է հաշվում մեջ, տեսնենք 5-րդ հարվածը ինչպես կիրացնի Չելսին, Արմեն Ասատրյանն է գնդակի մոտ, կա մրցավարի Սուլիչը Ասատրյան, ուշեղ է ստացում Ասատրյանի հարվածը։ Արտաշ վստահես կյանքս։ Արդաշ կոչեիշ կծեծենք հարտնիկը թուշանա։ Հիմա եթե Ղազարյանը գրավում է դարպասը Մոնցան անցնում է եզրափակիչ։ Բայց պետք է դիպուկ գտնվել։ Ղազարյան հարված գնդակը ցածում է Մոնցան եզրափակիչում է։ Հանդիպումն ավարտված է, շնորհավորում ենք Մոնցայի ֆուտբոլիստերին, ծափարություններ նաև Չելսին այս հետաքրքիր ու դիտարժան հանդիպան համար։ Իսկ խաղային օրը մեզ մոտ ավարտված է։ Բարի գիշեր ու ամենայն բարի։